Միջնադարի մեծ մաթեմատիկոս վանական Լեոնարդոն, որը հայտնի է որպես Ֆիբոնաչի, այն երջանիկներից էր, ով կարողացավ առաջինը նկատել թվերի հետաքրքիր հաջորդականությունը։ Օրինակ, հաջորդական երկու հարակից թվերի գումարը տալիս է դրանց հաջորդ թվի արժեքը՝ 1-ին գումարած 1, 2-ին գումարած 3։ Ֆիբոնաչի հաջորդականությունը սկսվում է այսպես։ Ինչպես է պատահում, որ երկրորդով սկսվող յուրաքանչյուր անդամ հավասար է նախորդ երկուսի գումարին։ Յուրաքանչյուր թվի հարաբերությունը նախորդի հետ ձգտում է 1/618-ի։ Այս հարաբերությունը կոչվում է Ֆիբոնաչիի գործակիցներ կամ ֆի թիվ։ Մաթեմատիկոսները օգտագործում են ոսկե հատումը։ Հատվածը բաժանում ենք երկու մասի, ընդ որում մեծ մասի հարաբերությունը փոքր մասի հավասար է ամբողջի հարաբերությունը մեծ մասի։ Սա կլիներ զուտ մաթեմատիկական արտահայտություն, եթե չլիներ մի զարմանահրաշ երևույթ, որին ենթարկվում էր բնության մեջ գոյություն ունեցող ամեն ինչ։ Այս օրենքին է հետևում ծիլը, որ դուրս է գալիս հողից, և ճյուղի վրա աճող տերևները, գալակտիկաները, տիեզերքը, ամբողջը ենթարկվում են մի հստակ օրենքի, նույնիսկ մարդն է ենթարկվում այդ օրենքին։ Ստացվում է այնպես, որ ամբողջ բուսական և կենդանական աշխարհը ենթարկվում է այդ օրենքին։ Զարմանալի երևույթներից մեկն այն է, որ նույնիսկ արևածաղկի սերմերի դասավորությունը, որոնք կազմում են երկու շարքով սպիրալներ, դասավորված են ժամսլաքի շարժման ուղղությամբ։ Բուսական և կենդանական աշխարհում այնպես են դասավորված, որ խնայում են կենսաբանական էներգիան և դասավորված այնպես, որ մեր աչքի համար գեղեցիկ է։ Օրինակ ճյուղի տերևները, ծաղիկների թերթիկները, այնպես, որ բոլորը ենթարկվում են ոսկե հատման օրենքին։ Գործնականում օրենքը ամբողջ պտուղ տվող բուսական աշխարհը ենթարկում է իրեն։